Բարև Վիգեն։ Բարև։ Բարի գալուստ Վիգեն։ Բարի դեսերենք եւ շնորհակալ ենք այս հրավերին, որքան կրկին նորեն Երևան։ Մենք ենք ուրախ, որ դուք այստեղ եք եւ շնորհակալություն, բարի գալուստ ծագումով հայեր։ Այդտեղ։ Հա, ողջույն, երկրում է տիկինների Նաջարյանը, բարի գալուստ ծագումով հայեր, կրկին Հայաստանում ենք, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը եւ Իլիասը Ստիկինը Վալմիրան Քամերը, բարի գալուստ եւ իր գեղեցկուհի տիկինը։ Այս անգամ մեր ծրագիրը Արցախում է, այնպես որ շուտով մենք եթերում ենք, հետևեք մեզ, մենք ձեզ հետ ենք։ Շատ ուրախ եմ, որովհետև Արցախը չնջաշնա։ Առաջին անգամ գլա։ Առաջին հյուրը Armenia TV-ին դու պիտի լաս, գիտես չէ։ Մեր հյուրերն են Յուրի Ջորկայևը իր ամբողջ ընտանիքի։ Արդեն ավանդույթ է դարձել Ծագումով հայեր հեռուստահաղորդաշարի հերոսների այցելությունը հայրենիք։ Այս անգամ նրանք այցելեցին Արցախ 2019 թվականի հունիսի 27-ից 29 հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու։ Ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆլյորին ևս մեծ սիրով մասնակցեց Արցախում կայացած միջոցառմանը։ Առաջին այցելությունը Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղն է, որտեղ գտնվում է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։ Գյուղի վերանորոգման աշխատանքներով ակտիվորեն զբաղվում է Լոս Անջելեսաբնակ Ջասիկ Բույնացյանը։ Հենց նրա նախաձեռնությամբ իրականացվեց այս այցելությունն ու ընդունելությունը։ Արցախյան հյուրասիրությունը երգն ու պարը անջնջելի տպավորություն տվեցին։ Ովքեր որ այս հող ազատագրեցին եւ մենք այսօր հբարտությամբ գենանքոս եւ կվայելենք այս հրաշք բնությունը, այս հրաշք մարդոց, այս հրաշք ուրեմն կերակուրները։ Ուրեմն հիշադակն արդարոց օրնությամբ եղեցին։ Ամեն։ Ովքեր որ Երուսաղեմ չեն եղած, կմաղթենք, որ առաջ Աստված առաջիկային Երուսաղեմ գաք, սիրով վիգենցունի։ Մաշախի դուրծավը, բայրել է,
Հետո նրանք այցելեցին մեր հայրենիքի սահմանը պահող Քաջարի զինվորներին, ծանոթացան նրանց առօրյային, ոգևորվեցին նրանց հաստատակամությամբ ու հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սիրով։ Տարի արդեն գալիս է ստեղ, բայց կապ չունի, ամեն ուսում բան, մարտակարգապահության մեկնելիս մի օր առաջ գալիս են ստեղ հրանգավորում, նոր մեկնում մարտական դիրքեր, նորից վերհիշում, ծանոթանում, անվտանգության պահանջները նորից հիշեցնում, իրականելու ձևը, իրագործողությունները։ Հի, կուկու։ Կացարան, իրաց քննելու մարտեր։ Ընկալում է։ Ձերքը չունի։ Վերևի շարքը քար են շարման, հենց առաջի կպածից որ պայթելներս չհասցնի մտնել, հողները մեղմում են։ Այո։ Կարող ասեին ոչ։ Եզի օտագանը Դասային դիտուն։ Ճողություն, այո, կուրաժ, դամք, հա։ Ացակուրդում։ Այս էլ եմ կարող։ Երրորդը որտեղ է երրորդը։ Հայաստան։ Մասը կարանդնաս, էսա ֆիգուրն են ասում առաջի բան։ Մաս խաղորներ։ Թևի տակը դիրաս Ներով Ասելու է։ Բաղ եմ ես Մարտին ունես, ծապար ենք մեր լավագ։ Ausbus benannt Tacke? Եվ դոդի։ Achela, va. Ցանյան կամ բիդերտաս Achese, ça. Amide calma. Ase vortes teteva. Աղեցել է յասը։ Արա մարած կր։
կոտ է բան չկա։ Keep your back straight. Ատուր էդ $1000 են ձի։ 1450 լավ։ Մեկ ձևքով։ Դու արատես։ Միատել, սպասեք։ Նատել է։ Ալկարը եւ կարան։ Նայեք։ Տնավայի ձևով սիրում գեղեցիկ ընդունեն, կամաց։ Ne rentre pas comme ça, on joue comme ça. C'est quand même une chance. Tu vas pas le mettre. Ergo que luta. Imagine cadê que você Մարտական ավան, հետո կմտնենք զորանով, Ծագումով այդ նախագիծը միավորում է տարբեր բնակավայրերի հայրենիքների, ապրելով և առնելով աշխարհի տարբեր անկյուններում, նրանք հավատարիմ են մնում հայկական սկզբունքների։ Այսօր մենք ցանկանում ենք առանձնացնել մեր հայրենակիցներին, պարգևատրել պետական նախարարի հուշամեդալով և պատվոգրերով, մատնաշելով այն ավանդը, որը, ինչպես արդեն նշեցի, դուք ունեք Արցախի, Հայաստանի և Սփյուռքի եռամիասնության պահպանման գործին։ Հույս ունեմ, որ միայն այդ գործունեությունը և կապերը կամրապնդվեն, կուժեղանան, կբազմապատկվեն ի նպաստ մեր երկրի։ Շատ լավ հայերեն չեմ խոսիլ, բայց պիտի գործեմ նորեն մի քիչ սեր ինչ-որ գսկան։ Առաջին անգամ է, որ գուկամ Արցախ և հիացած եմ իր լերներեն, իր դեսարաններեն այոմասի, շատ դպավորված եմ, շատ շնորհակալ եմ, ինչպես կսեն, նրվեշ չէ, Մեդայ, շատ շնորհակալ եմ, մերսի beaucoup։ Այս առաջին անգամը չէ, որ ես Արցախ եղած եմ, երևի 10 տարի գալիս եմ և շատ հբարդ եմ, որ ամեն անգամ որ կանք դեպի թրագան բարելավումներ կան։ Ուզեմ ասել, որ մենք անընդհատ տիպը սփյուռքահայեր ծեր հետն ենք, ծեզի թիվունք ենք կանգնած և շատ հբարդ ենք իպր փոքր հող և փոքր երկիր, ինչքան բարելավումներ տեսած ենք, կկաչալերենք և ուզում եմ ասել, որ նախ շատ շնորհակալ ենք այս շքանշանի համար և մենք ձեր հետ ենք, շարունակեցեք ձեր գործերը և բարելավումները։ Ծագումով հայր հաղորդաշարի հերոսները Արցախի կառավարության կողմից արժանացան մեդալների և պատվոգրերի։ Մենք գտնվում ենք Արցախում, որի համար շնորհակալություն ենք հայտնել, բայց ամեն մի սփյուռքահայի սրտում Արցախն է։ Արցախը դե հիմա ես գծալիվ չպետք է հայտնաբերեմ, որ այս 30 տարիներում Արցախը շքեց հայ մարդու ողորոշարը։ Արգանքս բոլոր բնակավարներին, նախարարին,
շինարարությունների, ական եկեղեցու, այսօր մենք մի եկեղեցի պակաս ունենանք և զորավոր բանակ, այլ մարդը իր աղոտ կկանում որ ասես, բայց հայոց բանակով թե եկեղեցին, թե ժողովուրդը կպահպանվեն, թե բոլոր բնակավարները։ Դուք եթե պատկերացնեք Կանադայում մեր ընկերները բոլոր բնակավարներում ընդունեց պարոն Լապոյանի առօրյա խոսակցությունը Հայաստան-Արցախ է։ Մեկ անգամ ևս շնորհակալություն ձեր բացրեց և խաղաղություն այս դժվար օրերին։ Շնորհակալություն։ Երկար տարիներ ապրում եմ Լոս Անջելեսում, բայց ամեն անգամ Հայաստան այցելելիս անպայման պետք է այցելեմ Արցախ աշխարհ։ Գալուց անպայման ես այցելում եմ մեր զորամասեր, տեսնում տղաների հետ, ողջունում նրանց, քաջալերում իրենց, մի խոսքով սիրում ենք մեր Արցախը, սիրում ենք մեր Հայաստանը, մեր երկիրը, Հայաստանում աշխարհի վրա ամեն տեղ հայը մեկ հայ է։ Բարություն չանի, որտեղ կապի, որ երկրում կապի, հայը մեկ հայ է լինում, հայ, դա է մեր նշանաբանը։ Մի խոսքով ես ողջունում եմ մեր ամբողջ հայությանը և խաղաղություն եմ մաղթում մեր սահմաններին, մեր զինվորների բարի ծառայություններ։ Ես իբրև դերասան ամերիկյան ֆիլմերի մեջ ամեն անգամ որ ֆիլմի վրա եմ եթում ինձի հայկական ամբասադոր եմ զգում, որովհետև բացատրում են ուրիշներին, որ հայությունը ինչ պիտի։ Եվ ինձ համար շատ մեծ պարծանք է, որ Արցախ Հայաստան մեծ քայլեր է դեպի առաջ գնալ և շատ կուզեմ որ շուտով որ ուրիշ երկիրները Արցախը ընդունեն իբրև մի հատ երկիր և նորից մեր համար Արցախը և Հայաստանը նույնն է, ինձ համար տարբերություն չունի, բայց ուզեմ որ աշխարհն էլ ընդունի որ Արցախն էլ իր ինչ են ասում ինդիպենդենտ անկախ երկիրն է և Ադրբեջանից հետ մնանք։ Ղարաբաղ ասած նույնիսկ բառը մուսուլմանները զգացել են որ սա իսկապես Ղարաբաղ, սև հողերը հետ, երկաթու այգիները, բաները և այլն։ Այսինքն անուն էլ ինքն իրան խոսում արդեն, որ ես ուղղակի դրախտի պես մի դրախտավայր է։ Պետք է բոլորս մեր ջանքերը դնենք, որ ինչքան կարող ենք աջակցենք։ Հաղթանակը հոն է, որ ձեր այս պայքարը վերջանա համաձայնությամբ և գույսան, որ ատիկա կարող կամ թե ուշվի շնորհակալություն։ It's a boomerang.
Գանդասար եկեղեցում տեղի ունեցավ Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված պատարակ։ Patrick Fiorin, բոլորիդ կողմից սիրված, հարմար և Oh, comment va? Ça va? Ouais. Là où on aime, on revient. C'est pas ça, non, c'est... Ah, c'est un mal. Pour de rien. Comment ça va? Ça va très bien. Mon Dieu, depuis le temps. Ինձ կնարեք ներողություն։ Բարի գալուստ ձեր հայրերի և ես շատ ուրախ եմ, մեծանուն հայեր, եկել եք և մենք ձեզ հետ այսօր, այս սուրբ Գանդասարի վանքում սկսում ենք մի մեծ տոնակատարություն, որը կոչվում է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակ։ Դուք գիտեք, որ 60 տարի Արցախում չկար գործող եկեղեցի վանք, որտեղ Ադրբեջանի իշխանությունը փակել է։ Երբ որ սկսվեց Արցախյան շարժումը 88 թվականին, Մոսկվան հակառակ Բաքվի իշխանությանը մեզ թույլվեց, որ մենք վերաբացենք մեր պատմական Արցախի թեման։ Եվ մենք 89 թվականին եկանք և առաջին օծեցինք այս սուրբ կաթողիկոսական Գանդասարի վանքը, այս տաճարը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ միասին ձեզ հետ այս սուրբ վայրում ենք
Եվ լավ կլինի դուք էլ սրտով աղոթքով մեզ միանաք ամբողջ հայության համար, մեր հայրենիքի համար, մեր հավատքի, խաղաղության, մեր ազգի միաբանության համար։ Դուք հայտնի մեծանուն հայեր եք, որ պատիվ եք բերում հայ ազգին, մեր հայրենիքին։ Մեծ ձեր գործերով հզորացնում եք մեզ բոլորից, եւ ես շնորհակալ եմ ձեզանից։ Եվ մյուս հայերից, որոնք ափսոս այսօր այստեղ ներկա չեն։ Ամենայն դեպս Աստված օրհնի ձեզ բոլորին եւ բոլոր աշխարհի մեր հայրին եւ մեր հայրենիք։ Սկսենք աղոթքով միասին։ Քրիստոս, ամեն։ Այմեն, օրենքիս ես, սուրբ երեսյան քո, երեսյակայություն քո, երեսին բան քո, որպես ելինս վերվի, ըսած վերանազոր, ուր մեզ այսօր, երկով մեզ պատիս մեր, որպես մեր կողմ մերոս պատահած, և մի տանիս մեզ գործություն, այդ պրգած մեզ ճաջել, զիգոյակրություն, եզորություն և բաղականյանց, Քանզասարի կաթողիկոսարանում, ուր 1701 թվականին այն գավիթում գաղտնի ժողով էր։ Մենք սկսեցինք մեր հայոց ազատագրական շարժում, որը մինչև այսօր է շարունակվում։ Դեռ չի ավարտվել այս պայքարը մեր ազատության, մեր հայրենիքի, հայ լինելու, հայ մնալու համար։ Քրիստոս ազատացներ, հայ Եկեղեցիս հայոց, հանրապետությունս հայոց, Արցախի թեմից, և երեկելու են մարդի դաշ։ Աստված բոլորի հոգի լուսավորի, որովհետև ամեն մի նահատակ, ով որ արյուն է տալիս հայրենիքի համար, ըստ եկեղեցու օրենքի սուրբ նահատակ է։ Եվ այսօր, երբ որ մենք շարական ենք երկրում, ես այդ բային զգում է ինչպես սրբերը, և բոլոր նահատակները մեզ էին նայում և ժպտում են, մեզ համար բարեխոսում են, ես դա զգում եմ, դուք էլ պիտի զգայիք։ Եվ մեր հետ է Մերի Նաջարյանին, որդու հետ Արոն Նաջարյանին, որին 30 տարի ճանաչում եմ, որոնք ընտանիքով շատ մեծ գործ են արել Արցախի համար, Մայր Հայաստանում, և տիկին Մերիի գաղափարն էր թելեթոն սկսել։ Եվ 92 թվականից սկսեցին, և մինչև այսօր դա ձգվում է ի նպաստ Արցախը։ Եվ մեր այս 30-ամյակի առիթով մենք պատրաստել ենք Լոս Անջելոս տանել և մեր երեխտագիրը տալ իրեն, բայց քանի որ ինքը այստեղ է, ուզում եմ այստեղ ընթերցել և փոխանցել տիկին Մերի Նաջարյանին, ափսոս որ Վանկես Նաջարյանը մեզ չկա։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմ գիր երախտիքի։
Հարգարժան Տիան և Տիկին Վարդգես և Մերի Նաջարյաններ, հավատարիմ զավակ հայ առաքելական եկեղեցու, մեր խորին երախտագիտությունն ու բարձր գնահատանքն ենք բերում ձեզ, ձեր հայրենավեր ու անձնուրաց ծառայության համար, հանդեպ ազգի, հայրենիքի, հայոց բանակի և Արցախի թեմի։ Դուք 3 տասնամյակից ավել մեծագույն ներդրում ունեցաք և զգալի չափով ապահովեցիք մեր հաղթանակը, ոտեպնդելով և ոգևորելով մեր ժողովրդին, թող ամենակալ Աստված պահի ու պահպանի ձեզ և ձեր հարազատներին, պարգևելով քաջագորով առողջություն և կարողություն, շարունակելու ձեր ազգանվեր առաքելությունը, օրհնությամբ Տեր Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյան, հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ 28/06/2019 թվական։ Մենք ենք շնորհակալ։ Առողջ եղեք, շարունակեք ձեր սուրբ առաքելությունը ի նպաստ հայրենիքի և ներազգի։ Մի բան էլ ասեմ, որ մենք միասին ձեզ հետ Արցախի թեմի վերաբացման 30-ամյակն ենք նշում, պատվավոր հայերով, հայրենասեր, ազգասեր հայերով, առաջինը, երբ որ Արցախը Ստալինը տվեց Նվեր Ադրբեջանին, նրանք առաջինը փակեցին մեր բոլոր վանքերի եկեղեցիները, 1930 թվականին։ Մեզ կտրեցին մեր Աստծուց, մեր ազգային հավատքից, գիտեին ինչ էին անում, բայց միևնույն մեր ժողովրդի կամքով, պայքարով 30 տարի առաջ բացվեց այս պատմական թեմը։ Հավատքը նորից իր գիտելիքներով ետ եկավ դեպի Արցախահայությունը։ Այդ բանը, որ Աստված օրհնել է, մեր շարունակել է օրհնել, մեր հայեցի առաքելության համար, դեպի լուսավոր ապագա, հայերը շատ մեծ ուժ ունեն աշխարհում, հզոր են, մեզ պետք է միայն միաբանվել, լավ հիշեք, դրախտը Հայաստանում էր, Նոյը եկավ Հայաստան մարդկությունը կրկեց, առաջին հայը Հայկ Նահապետը, որի անունով հայ են կոչվում, առաջին մարդն էր, որ չարին սպանեց բերին, առաջի անտիքրայստին, այսպես ասենք, դարձավ չարահաղթ, Աստծո հավատարիմ զինվոր, չարը մեզ չի ների դրա համար, պիտի Հայկի սերունդին հետապնդի, ոչինչ, կդիմանանք, մինչև վերջ Հայկի գործը պիտի անենք, պիտի հաղթենք չարին, Աստծո հավատքը պիտի պայծառացնենք, մինչև այսօր շարունակում ենք դա։
Игорь Гач. Արև զգա։ Ինչպես է գա։ Էսո նամակ խփացին չէ։ Բակո, on arrive. On arrive. Հունիսի 28-ին տեղի ունեցավ գալահամերգ նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին, որտեղ իր մասնակցությունը ունեցավ նաև Պատրիկ Ֆիորին։ Սիրելի հայրենակիցներ, պատվարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ 1989 թվականին երջանկահիշատակ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի գոնդակով Գերաշնորհ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանի առաջնորդությամբ մի նոր կարևոր խթան ու հուսալի երաշխիք հանդիսանալով Արցախահայության գոյատևության ու ազգային ազատագրական պայքարի համար։ Պարքև Սրբազանն իր խոսքով եւ հովվապետական աղոթքով կբացե մեր երեկոն նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերականգնման 30-ամյակին։ Մեծարգո նախագահ, պետական հայրեր, սիրելի հայրենակիցներ, համակնկալ էր, չգիտեի որ պիտի խոսեմ, բայց շատ ուրախ եմ, որ այսօր մենք միասին այսպիսի գեղեցիկ համերգով սկսել ենք արդեն տոնակատարել մեր պատմական թեմի վերաբացման 30-ամյակը։ Շարժումը սկսվեց 88 թվականին եւ անմիջապես 89 թվականի սկզբից բացվեց մեր պատմական թեմը։ Կարծես թե Աստված եկավ ասելու Արցախայությանը։ Ես ձեզ հետ եմ, շարունակեք։ Ամեն ինչ ետ պիտի գա դեպի ձեզ։ Թեմը եկավ, հաղթանակն եկավ, պետականություն ստեղծեցինք, շարունակում ենք մշակութային, գիտական կյանքը, սպորտը, այն ինչ որ անհրաժեշտ է ցանկացած ազգի և պետականության համար։ Եվ այս ամենը մենք միասին արել ենք համահայկական ջանքերով, արյունով, կամքով, նվիրումով, որտեղ ունեցել ենք սեր դեպի հայրենիք։ Սերն է, որ ամենամեծ ուժն է, քանզի սերը Աստված է։ Աստվածատուր ամենալավագույն զգացմունքն է, որ կյանքի է կոչում ամեն ինչ։ Մարդուն, մշակույթը և պտուղները։ Թող Աստված օրհնյալ պահի մեզ բոլորիս, ողջ հայությունը, անսասան պահի մեր հայրենիքը, բանակը, մեր հավատքը, մեր ավանդական ազգային արժեքները, մեզ էլ բոլորիս պարգևի, համազգային միասնություն, սեր և համերաշխություն, շարունակենք մեր այս նվիրական ազատագրական ճանապարհը, Աստծով, ամուր կամքով և անսասան հավատքով։ Եթե հավատում ես, 99% հաղթանակը քոնն է։ 1% էլ ջանք տապես կլինի 100%-անոց։ Բոլորիդ աչքը լույս, շնորհավոր, որ մեր թեմը բացվեց 30 տարի առաջ, բոլորիս հաջողություն։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է։
Սրելի հայրենակիցներ, ես խորը արմատներով հավերժ կապված եմ Հայաստանին։ Այսպես է ասել նա հարցազրույցներից մեկում։ Այսօր նա մեզ հետ է։ Պատրիկ Գիորգի։ Un oiseau qui dans ses ailes pour s'envoler. Alors je sens faire souffrir sous mes pieds. J'ai posé mes yeux sous sa robe de gitane. À quoi me sert encore de prier Notre-Dame? Et celui qui lui jettera la première pierre, celui-là ne mérite pas d'être sur terre. Oh, Lucifer, oh, laisse-moi rien qu'une fois glisser mes doigts dans les cheveux de Smyrna. La facile. Tout le monde? Malgré ces grands yeux noirs qui nous ensorcellent, pour détourner mes yeux du Dieu éternel, qui a mis dans mon être ce désir charnel, pour m'empêcher de regarder vers le ciel. Elle porte en elle le péché originel, la désirée fait de moi criminel. Celle qu'on prenait pour une fille de joie, une fille de rien, semble soudain porter la croix des gens humains. Oh Notre-Dame, oh laisse-moi bien qu'une fois pousser la porte du jardin de Smyrna. Malgré ces grands yeux noirs qui nous ensorcellent, la demoiselle serait-elle encore plus seule? Quand ses mouvements me font voir mon émerveil sous son jupon couleur de l'arc-en-ciel. Ma désirée, laissez-moi vous être fidèle avant de vous avoir mené jusqu'à l'autel. Et l'homme qui détournerait son regard d'elle, sous peine d'être changé en statue, celle, oh, la police, je me suis pas homme de foi. J'irai cueillir ma fleur d'amour, de Smyrna.
Patrick Fiori Բեմ ենք հրավիրում ծագումով հայեր նախագծի հեղինակ և հաղորդավար Մանանա Հակոբյանին։ Բարի երեկո իմ շատ սիրելիներ, իհարկե ես կրկին անգամ հուզված եմ և անչափ հպարտ։ Յուրաքանչյուր հայ աշխարհի որ մասում էլ որ նա գտնվի պետք է իմանա, որ մեր սրբությունը, մեր ամրակուր բերդն ու մեր պատմության հավերժ վկան Արցախ աշխարհն է։ Առանց հզոր ու ապահով Արցախ աշխարհի մենք չենք ունենա ապահով Հայաստան։ Դա քաչ գիտակցում է յուրաքանչյուր հայ։ Այդ գիտակցությամբ էլ հավաքվել ենք նշելու հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Տիար Բակո Սահակյանին։ Խորին շնորհակալություն եմ հայտնում գերաշնորհ հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին։ Արցախի կառավարությանը, որի բարձր հովանու ներքո անցկացվում է այս միջոցառումը։ Արցախի պետական նախարարի աշխատակազմի ղեկավար Դավիթ Արզումանյանին մեզ օժանդակելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի Հայ օգնության միության գրասենյակի տնօրեն Ջասիկ Բույնատյանին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորի կողմից սիրված եւ հարգված հայորդուց Գուրգեն Հարությունյանից իր նվիրյալ աշխատանքի համար։ Գուրգեն, անչափ շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ Աննա Կարալինա եւ Հայկ Շարբազյանին Պատրիկ Ֆիորիի ներկայությունը ապահովելու համար։ Եվ թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ հովանավորների, առանց իմ հովանավորների չէր կայանա այս ծրագիրը։ Եվ նաև շնորհակալություն հայտնել իմ ստեղծագործական խմբին եւ արժանացնել ընդամենը շնորհակալագրելով։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Կարեն Օմաքսից, առանց Կարենի այս բեմը չէր լինի։ Կարեն Օմաքս։ Թամարա Մովսիսյան, ես կարծում եմ Թամարա Մովսիսյանը պետք է բեմում լինի։ Թամարա Մովսիսյան, խնդրում եմ մոտեցիր։ Արմեն Սարգսյան, խնդրում եմ։ Կայլոց Արմեն Սարգսյան իմ ապագա փեսան է, ամսուբեկին իրենց հասարում։ Նանա Հակոբյան, ծրագրի պրոդյուսեր։ Նանա Հակոբյանը իմ դուստրն է։ Զարա Սուկյասյան։ Իրենք այս ծրագիրը չեն կայանա, հավատացեք առանց Զարայի, որտեղ ինքը շատ լավ ժամանակում Ռուսաստանից եկավ հասավ եւ իգուկը դարձավ։ Լիլիթ Գալստյան։ Լիլիթ Գալստյան։ Գևորգ Ավագյան։ Առանց մեր օպերատորների չէր կարող կայանալ։ Նայեք այս ծրագիրը
ծագումով հայերը։ Հակոբ Կարապիլյան, մեր նկարահանող խումբը միշտ իմ կողքին է և ես զարմանում եմ վերին ոնց եմ ինձ դիմանում։ Ես ուզում եմ մի մարդու շնորհակալություն հայտնել, ով այսօր այստեղ չի, բայց իմ ամբողջ հաղորդաշարը հիմնված է իմ մոր ուսերին, քանի որ նա իմ հաղորդաշարի սցենարի հեղինակն է, և ուզում եմ իրանից իրոք խորին շնորհակալություն հայտնել Սուզաննա Ակոտյան, հաղորդաշարի սցենարի հեղինակ։ Շնորհակալություն ձեզ բոլորին։ Ես շնորհակալություն ձեզ, արգելի մանանա, ծափարեք նաև մեր մանաները։ Շնորհակալ եմ բոլոր արտիստներից, բոլոր երգիչներից, բոլոր մասնակիցներից, ովքեր որ առանց մտածելու ներկա գտնվեցին և մասնակցեցին մեր այս հրաշալի օրվան։ Բոլորիցը տանջապ շնորհակալ եմ և հուսով եմ, որ ևս մեկ անգամ կկարողանամ սրբազան ձեր օգնությամբ նորից կկարողանամ նմանատիպ ծրագիր իրականացնել Արցախում։ Հպարտեմ, որ այստեղ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Hi, my name is Marco Khan. I've been into a lot of movies such as 10,000 BC, Pirates of the Caribbean, Iron Man, Don't Mess with the Zion, and countless others. And I've traveled a lot for my work, but I've never seen a place like this before. This place is a little secret hideout. And if you like nature, organic food, and good people, this is the place for you. This country is called Artsakh, and it's the most beautiful nature that you'll ever see. You just have to come and see this place because it is beautiful. The people are just the nicest people. The food is the most organic, clean food that you can eat in your life. The water, pure. You can drink it from the river, almost. But it's a place that you have to come see yourself. If you like camping, hiking, anything that has to do with the nature, this is the place to go. I'll see you over here sometime soon. Take care. Ծրագիրն ամփոփվեց պաշտոնական ճաշկերույթով Արցախի նախագահ Բակո Սահակյանի անմիջական մասնակցությամբ։ Սիրելի սրբազան հայր, շնորհավորելով Արցախի թեմի վերահաստատման 30-ամյակը, մեր սիրելի մկրտիչ Սերժ Շեքը պատրաստել է այս խաչը և մենք սիրով ծագումով հայր ծրագրի այվանունից ես քանի որ հոգևորական ինձ տվեցին, որ ես անցնեմ։ Մենք հանձնում ենք ձեզ, թող Սուրբ խաչը պահապան լինի մեր Արցախ աշխարհին, թող Սուրբ խաչը պահապան լինի մեզ բոլորիս և այս միօրոնաթափ աղավնին, որ բազմահազար մեր արցախցի մանուկներ մկրտվեն և Տիրոջ ճանապարհով քայլեն, թող Սուրբ Հոգու շնորհը միշտ մնա մեր Արցախ աշխարհում և թող բազմահազար և ինչու՞ չէ միլիոնավոր երեխաներ ծնվեն մեր Արցախ աշխարհում ազատ և անկախ երկրի տակ։ Շնորհակալություն։
շրջագործություն մատուցած ծառայությունների համար պարգևատրել Պատրիկ Ֆյորիին։ Արցախի հանրապետության մատուցած ծառայությունների և ներդրման համար պարգևատրել Գլենդելի քաղաքապետ Արան Աջարյանին։ Շնորհակալություն, արդեն իմ խոսքը ստվի արդեն, բայց շատ ուրախոր է ինձ համար և իմ դիգինս Պալմիրա մեքսիկացի է, բայց ինքը գսե, որ ես մեքսիկացի եմ, բայց իմ սիրտս հայ է։ So, Պալմիրա, սեզանից մայրս արդեն խոսում են դեր, անտատը, that's for you. So, շնորհակալություն, ծագումով հայեր, մանանա, ծեր պանագը, եթե զենք տնենք ծեր պանագին ծերքի մեջ, մենք պիտի հաղթենք մինչև Բաքու։ So, դերևս գդրեցեք այդ կեմերանը, գխեղքեր ինձի Ամերիկա եթե ատպես լսեն։ Anyway, ուրախ եմ և լավ քիշեր անցուցենք, շնորհակալություն։ Եվ վերջին մեդալը Արցախի հանրապետության մատուցած ծառայությունների և ներդրման համար պարգևատրել Մանանա Հակոբյանին։ Սա իրոք ինձ համար շատ հուզիչ և շատ հաճելի էր։ Ես կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, իմ ընկերներին, պարոն նախագահ, մեծ շնորհակալություն, Պարգև Սրբազան, իմ հյուրեր, իմ ծագումով հայեր, բոլորիդ շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ Արցախի մշակույթի նախարարից։ Պարոն նախարար, խնդրում եմ։ Լեռնիկով Այսանջ, մեծակույն շնորհակալություն ձեզ։ Եթե կարելի է երկու խոսքով կարող եք այստեղ մոտենալ, որովհետև ձեր օգնությունը մեր այս ծրագրի անսահման է, շնորհակալ եմ ձեզանից։ Շնորհակալություն, իրոք երբ Արցախի հանրապետության նախագահը հանձնարարեց, որպեսզի Մանանայի առաջարկությունը քննարկել և անպայման սա իրականություն դարձնել, մենք լծվեցինք միասնական աշխատանքի և կարողացանք այս քանի օրերի ընթացքում այս շրջայցը կազմակերպել ծագումով հայերի, որի այսպես ասենք գագաթնակետը եղավ այսօրվա համերգը։ Իրոք, եթե հայության հավաքականությունը մի բռունցք է դառնում, ապա մեր առջև որևէ խոչընդոտ չի կարող լինել։ Մենք հաղթում ենք մեր միասնականությամբ, մեր ոգով, չգիտեմ, կարող է մեր դիմաց լինի 7 միլիոն, կարող է մեր դիմաց լինի 10 միլիոն, կարող է մեր դիմաց լինի, չգիտեմ, 20 միլիոն, բայց հայի ոգին միշտ հաղթական է, և այդ հաղթականը մեր միասնականության մեջ է։ Եվ այսօր այս հավաքականությունը, որ այստեղ է, հենց այդ ճանապարհով է գնում, որտեղ ի վերջո պատերազմը միայն մարտի դաշտում չէ, պատերազմը մշակույթում է, պատերազմը կրթության մեջ է, պատերազմը տնտեսության մեջ է, և ամենտեղ հայի այդ միասնականությունը պետք է ապահովենք, որպեսզի մշակույթով, տնտեսությամբ, գիտությամբ, կրթությամբ անպայման հաղթենք։ Եվ ես հավատացած եմ, որ իրոք մեր ապագան լինելու է շատ պայծառ, և մենք անպայման հասնելու ենք այն մեր նվիրական, մեր պապերի նվիրական երազանքին, որը կոչվում է ազատ անկախ և միացյալ Հայաստան։
Շատ հպարտ ենք, որ այստեղ Արցախում ենք մենք, իբր սպյուրքահայեր ուզում եմ ասել, որ մենք անընդհատ ձեր հետն ենք, հպարտ ենք, որ այսպես եղած ենք, ուզում ենք, որ մաղթենք բոլորի գործերը վտղապեր լինին, լա մարդասերական, լա բարեգործական և ձեզի բարի ժամանց և լավ ժամ անցուցենք այսօր գիշեր, գերացնենք։ 25 տարի Դոկտոր Նաջարյանի կինն էի, երբեք Մերի Նաջարյան չեղա։ Ասենք է, ամուսինս քիչ ձերացավ, այլևս շատ մեջտեղ չի գա, նիթայր եղավ, այս անգամ դահաս մեջտեղ եղավ, ինքը մեր եղավ կլանդեի, այս անգամ կսե, տուն Արա Նաջարյանին մարն ես, ես Մերի Նաջարյան։ Բայց այսօր սրբազան իմ ձինը վեր մտվավ, որ ջանքսավ իմ ձիվորուն համար շատ ուրախ եմ։ Ղարաբաղը Արցախը մեր տունն է, մենք 50-ի ավելի անգամ Երևան եղած ենք, 30 անգամ Ղարաբաղ, մենք մեր բան սղճացած ենք, որ ասկետ 10 տարի առաջ թե որով ես երկասատ էի, գտնայի կալ է, նղաս ծերքես չեր մտներ, բայց այն ադենք ինչու մենք չի հաստատվեցանք Հայաստան, ասված վկա, ամեն օր այդ նույթը դսեր, և հիմա որ ամուսինս չեկա, իրականության մեջ սրտս ցավ կա, և մենք ինչպես գիտենք, երբ որ 35 տարի ես, նվերներ կարնես, մեդալներ կարնես, բատկոպի կարնես, ասականեր արեր ենք շատ, և խլոսեք ունի ամենը լեցուն ենք, և կինես կհվարվանաս, ուրախանաս որ կեզի հարկած է խրած է, սակայն մենք համը բալահած է իր կյանքում մեջ ամուսինիս, որ մինչև այսօր երբ որ խոսի արդյունքով կխոսի և ուրախությունով կխոսի, այլ ամուսինիս կոնե 200-300 գործողություն կրած է Ղարաբաղի խրամատներու մեջ, երբ լույս չի կար, չուր չի կար, այդ դժվարություններու մեջ։ Ինքը փանագի խրթավեք երա, բայց ինձի Վասկեն Սարգսյանը ըսավ կալդարի այս անել Մերի Նաջարյանը հայ փանագի ջեներալ է դնա, առաջին հայ ամուսինս ամենա սիրած, հարկած և երբ որ կխոսի արդյունքով կխոսի, ասկենին դար առաջ Հայաստանի անկախության դորը կդոնեին և մեծ հազարավոր հայեր հավաքված էին քրուրի վրա, խոշոր գարմիր քոթ մտրած էին և ժամավիրներ, որ նախագահը պիտի անցնի իր դիկմոչենը, այնով հապարը պիտի անցնի ջեներալներ և այն մենք ժամավիրներով եդև եկեց
ցածրի նախագահը Պարոս Սարգսյան անցավ Ազատությունի վեյվրա, Վիթան վեյվրա, հետո դեսան նախագահ Բաքո Սահակյանը եկավ, Ժապավենը անցուց, դուրս ելավ Կարմիր քարպետեն եւ եկավ ամուսինս գրգեց եւ ասավ thank you, շնորհակալ եմ, որ եկած ես դարձը։ Այն ուրախացուց ամուսինս իր բոլոր ունեցածները մեկ կողմ այդ նախագահին դուրս գալը Ժապավենին եւ իրեն գրգելը համբուրելը եւ ասել է որ բարի եկած են, ուրախ եմ որ եկած են։ Այնպես որ մեր նախագահը մեզ շատ սիրելի է եւ չեմ կարծում որ ուրիշ նախագահը երբեք Հայաստանի մեջ կամ Արցախի մեջ մենք դինանանք նախագահը այսպես եւ ուսավ թե երկարյան կունենան եւ ամեն ինչ դեպի լավը կընթանա։ Okay, արա եթե բրավո։ Ինչ մնաց շատ դժվար գործ է այս հետո խոսում ընդհանրապես շատ կսիրեմ Արցախը։ Ես լսած եմ Արցախի պատմությունները, մի քիչ կարճ ժամանակ լսեցիք մամայից։ Կսիրեմ Ղարաբաղ, շատ կսիրեմ ղարաբաղցիներ, կսիրեմ ղարաբաղցի եկեղեցի, Սրբազան Վարդգև Մարտիրոսյան, նախագահ Բաքո Սահակյան, այնքան շատ կսիրենք, որ մենք փոխեցինք Սուրբ Մարիամի փողոցը, դարձուցինք Արցախ փողոց։ Աստված օգնե մեզ Սրբազան, կարող է Մարիամ, գիտես ինչպես կարևոր անցմեն է մեր։ Anyway, so շատ ուրախ եմ, ես միշտ կողքի գայնած եմ ձեր կողքը, Արցախի կողքը և նախագահ Բաքո Սահակյանի կողքը միշտ։ Կեցե Արցախ, կեցե Հայաստան։
Այսպիսի հանդիպումները ել ավելի են ամրապնդում Հայաստան-Սփյուռք-Արցախ կապը, նպաստում միասնական ու համատեղ ծրագրեր նախաձեռնելու, ի նպաստ Արցախ աշխարհի և հայրենիքի հզորացմանը։ Հայը հաղթել է նաև պարելով։